կոնկրետ գործողությունների է պատրաստվում, դրանք ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք այս պահին կզրուցենք Մայր Հայաստան դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, վաղ առավոտյան 6-րդ վարչությունը ներխուժել է ձեր նախընտրական շտաբ, այս պահին խուզարկություն է ընթանում, ինչ մանրամասներ կան, արդյոք ասել են ինչ են փնտրում։ Հիմնականում գնացել են մեր շտաբի պետի բնակարան, մեր համակիրների բնակարաններ, նաև ասեմ, որ շտաբում են փորձում այսպես խժդժություններ առաջացնել, խոչընդոտել մեր աշխատանքներին, բայց մեզ բոլորովին դա չի կանգնեցնելու մեր բռնած գործից, մենք բերելու ենք իրական փոփոխությունը, իրական մթնոլորտի փոփոխությունը, որը արդեն քարոզարշավի ընթացքում գյումրեցին ականատես է եղել եւ հենց բնական ճանապարհով բոլոր գյումրեցիները ցույց են տալիս մեզ սեր ու հարգանք, մեր երթերի ընթացքում բազմաթիվ քաղաքացիների մեզ միանալու կոչերը եւ հենց իրենց են այդ ամեն ինչը կազմակերպում եւ ցանկություն հայտնում մեր թիմին միանալու։ Մենք բոլորովին ընկճված չենք, մենք չունենք որևիցե խնդիր, չունենք որևիցե բան, որ մեզ կաշկանդի։ Ես անձամբ գնալու եմ մինչև վերջ, չունեմ որևիցե հետնահանջի միտում, ովքեր էլ որ ինձ ճանաչում են, համոզված են, որ գնալու ենք մինչև վերջ։ Եվ օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին այսօր 17:00-ին մենք ունենք մեծ հավաք կազմակերպված Աբովյան փողոցում Տիկնիկայինի հարևանությամբ միանան եւ իրենց աջակցությունը հայտնեն այն թիմին, որը հենց իրենց ծոցից է դուրս եկած։ Նշեցիք, որ շտաբի պետի տունը խուզարկել են, ինչ-որ բան գտել են, ինչ-որ փնտրում էին գտել են։ Բնականաբար ոչ մի բան չեն կարողանում գտնել, որովհետեւ մենք չունենք որևիցե բան պահելու, որևիցե բանի, այսպես ասած, կաշկանդվածություն չունենք եւ փորձում են վախի ահաբեկման միջոցով հասնել նրան, որ մենք փոխենք մեր որոշումները, մեր դիրքորոշումը եւ իրանց ուզածին հասնենք։ Չի ստացվելու։ Կան մարդիկ, որոնք հրավիրվել են ոստիկանություն։ Այո, մեր կին համակիրներից, մեր երդասարդ աղջիկներից արդեն այս պահին ոստիկանությունում են։ Ես այս պահին իրավաբաններին հորդորել եմ, որ գնան այնտեղ տեղում հասկանան ինչի մասին է խոսքը, երևի մի 30 րոպեից արդեն ինֆորմացիա կունենանք։ Ինչ պահանջ է ներկայացվել կամ առհասարակ պահանջ ներկայացվել է հիմք, ինչու են եւ ինչ են փնտրում։ Չեն ներկայացնում։ Խոզարկություն է։ Հակակոռուպցիոն ենք, 6-րդ վարչությունն է, ես այդպես հասկացա, երբ որ ուզում ես հստակ ինֆորմացիա, չեն տալիս, ասում են, որ վերջում կասենք։ Համապատասխան թույլտվություն խոզարկության ներկայացվել են։ Ես չեմ տեսել, բայց կան ֆոտոներ, որ արվել է, այս պահին մեր իրավաբանները ուսումնասիրում են։ Ավելացնելու ինչ ունեք։ Ավելացվելու մեկ բան ունեմ։ Գյումրի, ոտքի, Գյումրի այսօր 17:00-ին հավաք եւ հաղթանակ։ Սա քաղաքական հետապնդում համարում եք։ Դե բնականաբար։ Շնորհակալություն։